մի հատ կարևոր խնդիր կա մեր մոտ այն մարդիկ, որ բոլոր մարդասեր մարդիկ, բոլոր նորմալ մարդիկ իհարկե կարեկցում են ուկրաինական ժողովրդին, նորմալ է չէ որ չկարեկցես, ոնց կարաս ասեմ, այսինքն դու իրականում հոգեպես թե ուկրաինական ժողովրդի կողմից ես, թե Ռուսաստանի ռուսական ռուս ժողովրդի կողմից ես, որտեվ ժողովուրդը ստեղ մահացողն է, երեխան մահացողն է, տունը քանդվողն է, չես կարող իր կողմից չնես։ Ինքը այս հարցը խառնում են մեծ գեոպոլիտիկ կամ կայսերական կամ իսկ Ռուսաստանի Դաշնությունը հստակ կայսրություն է, մեծ կայսրություն է, այդ խնդիրների հետ են խառնում, այսինքն կարեկցելով ուկրաինական ժողովրդին դու մտածում ես որ չէ գիտես Ուկրաինան ճիշտ է, այստեղ ճիշտը այդ փողոցային լեզվով ասած մեկը չի, այսինքն միգուցե ուկրաինական ժողովուրդը ճիշտ է, ռուս ժողովուրդը երբ որ կռվում է մահանում է ինքը ճիշտ է, ինքը չի ուզում մահանան, չի ուզում, բայց մեծ գեոպոլիտիկ շարժերի մեջ ինքը Ռուսաստանի Դաշնությունը իր շահն է առաջ տանում ու ինքը միշտ տարել է, միշտ էլ տանելու է եւ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունը այս ամեն ինչը տեսնելով եւ գիտակցելով, եթե գիտակցում է իհարկե, պետքա սենց խնդիրների մեջ չտանի մեր պետությանը մտցնի, այսինքն մենք ինչքան էլ որ ուզում ենք անկախ պետություն լինենք, մեր ժողովուրդը իր հողի տերը պետքա լինի, բայց կարա մի հատ լրիվ ուրիշ բան ստացվի եւ մի հատ հանկարծ մեծ կայսրության, մեծ մի հատ ուժային կենտրոնի հետ կապված խնդիր առաջանա ու մեկ այդ հողի տերը մենք չլինենք։ Դրա համար այս ամեն ինչը գիտակցելով պետք է հստակ քայլեր չանենք